Թաղամասում խնդիրն առկա է արդեն մի քանի տարի և սրվում է հատկապես տարվա այս եղանակին, փաստում են բնակիչները։ Ջուրը բնակիչներն օգտագործում են միայն կենցաղային նպատակներով, իսկ խմելու համար օգտագործում են թորած ջուրը։ Насоса ջուրը հորի մեջ է դրած է։ Մենակ լվացի ու խմելու ջուր բանի, լողնալու ջուր գվերցնենք։ Եղած ժամանակ էլ կերտոլ է, տունն ահագին երեխեք կան, մանդր, երեխա է չեղնի, մեծերին պետք չէ մաքուր ջուրը։ Չկա այդ ջուրը, հարմարությունը կա, բայց ջուր չունենք, անհնար է, այսպես առանց ջրի։ Համ կեղտոտ է, համ էլ ջուրը այնքան կամացի, որ չի հերիկեն է, որ գաց օրագից նորմալ վերցնենք։ Ջրաչափը դրած է, բայց էլ չունենք ջուր։ Շիրակ ջրմուղկոյուղի ընկերությամբ ջրի որակի հսկման բաժնի պետ Հռիփսիմե Սիմոնյանը մեծ զրույցում հերքեց այն լուրը, որ թաղամասում ջուրն աղտոտված է։ Ջրի որակին հենց տեղում ստուգվեց, բերվել են 5 նմուշներ, տարբեր փողոցի տարբեր տներից, եղել է մնացորդային քլոր, բերվել են այո մանրէաբանական հետազոտության համար, որ ջրի որակից կասկածներ չունենք։ Հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը տեղյակ է խնդրից, ասում են բնակիչները, ավելացնելով ջուրը խմելուց հետո ունենում են առողջական խնդիրներ։ Ջուրը կեղտոտ, փորեն սերտում եմ, մեծ տնեգեմ, չեմ կրմե չայր խմե, ինչ ասես քարեր հետ կուկա։ Եթե չենք երացնե, հա, կպադայի շանջուներ երեխեքը կունենան հաճախակի։ Միևնույն ժամանակ բնակիչները ջրի վատ որակը կապում են ջրագծերի հին լինելու հետ։ Թաղամասում ջրագծերը շարքից դուրս են եկել եւ այլևս չեն ծառայում իրենց նպատակին։ Շատ հին է մեր ջրագծերը։ Ջրագծերը պետք է փոխվի, որ տներն ջուր կա, տները ընդհանրապես ջուր չի կա։ Շրջինները ջրաչափերը տնել են տվել 0 է։ Ջուր չի կա, չի գրե։ Մենակ ստիպեն։ Ջրագիծը փոխեն, նորմալ ջուր ունենանք, մեզ էլ ապահովեն ջրով, մենք էլ մուծենք մեր ջրի դիմաց խմելու։ Շիրակ ջրմուղկոյուղի ընկերությունից մեզ վստահեցրեցին, գերմանական KLW վարկային ծրագրով այս տարի նախատեսված է Նորավան թաղամասի ջրագծերի փոփոխումը, ինչը հնարավորություն կտա բնակիչներին ոչ միայն ունենալ շուրջօրյա ջրամատակարարում, այլ նաև որակյալ խմելու ջուր։ Փայլակ Ֆարադյան, Տիգրան Գասաբյան, Գալանյուս։